Խնդիրը կայանում է նրանում, որ այն կոմունիկացիաները, որոնք անցնելու են մեր տարածաշրջանում, մեծապես պայմանավորվել են ոչ միայն այն երկրների տնտեսական հաջողությունները, որոնցով նրանք կանցնեն, այլև որ միգուցե շատ ավելի կարևոր է մեր ժամանակներում անվտանգային խնդիրները, որովհետև եթե աշխարհի գերհզոր երկրները, դրանց մասին մենք դեռ առանձին խոսենք, իրենց տնտեսական խնդիրները լուծում են այս կամ այն երկրով անցնող կոմունիկացիաներով, ապա իրենց շահերը հետապնդելով դառնում են հենց այդ երկրների անվտանգային երաշխավորները։ Իսկ եթե մեզ հաջողվի միանգամից մի քանի ծրագրերով, մի քանի գերտերության կոմունիկացիաներ ապահովել մեր երկրով, ապա կարելի է ասել, որ մեր անվտանգության խնդիրները շատ ավելի բարձր մակարդակով կլուծվեն։ Տեսեք, խնդիրը կայանում է նրանում, որ այսօր մեր տարածաշրջանում խաչվում են 3 հիմնական մեգածրագրեր։ Դրանցից մեկը Չինաստանի 1 գոտի 1 ճանապարհ ծրագիրն է, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանից մինչև Եվրոպա։ Երկրորդը դա Պարսիստոց Սևծով ծրագիրն է, որտեղ նույն խնդիրը իր համար փորձում է լուծել Հնդկաստանը, հնդկական ապրանքների մատակարարումը Եվրոպա եւ նաեւ հակառակությամբ, եւ երրորդ մեգածրագիրը Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող Հյուսիս-Հարավ ծրագիրն է։ Այս 3 մեգածրագրերի ազդեցությունը էապես կանխորոշելու է ապագա տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի երկրների դերակատարումը եւ մեծապես կարևորվելու են այն երկրները, որոնցով կանցնեն այդ մեգածրագրերը։ Եվ ակնհայտ է, որ նաեւ պայքար է գնում երկրների միջև, թե հատկապես որ մեգածրագրի, որ ճյուղը կանցնի որ երկրով, որովհետեւ այս պարագայում նա կստանա ավելի մեծ դիվիդենդներ։ Որպեսզի մեր խոսակցությունը շատ ավելի առարկայական լինի, ես կփորձեմ անդրադառնալ այդ 3 մեգածրագրերի ճյուղերին, որոնք ասում են Հարավային Կովկասում եւ նրանցից որոնք են, որ հնարավորություն ունեն ասնելու Հայաստանով։ Բայց առաջինը, որ պետք է ասել, որպեսզի երկիրը կարողանա հավակնի որևէ մեգածրագրի մաս դառնալու, մի քանի պայմաններ են պետք։ Նախ պետք է ունենա համապատասխան աշխարհագրական դիրք, երկրորդը նրա կոմունիկացիաները պետք է բավարարեն այն պայմաններին, որոնք ներկայացնում են այդ մեգածրագրերը, եւ երրորդը այդ երկիրը պետք է ունենա բարեկամական հարաբերություններ մեգածրագրերի հիմնական շահառուների հետ եւ հուսալի պետք է լինեն այդ հարաբերությունները, որպեսզի խնդիրները լուծվեն իօգուտ այդ երկրի միջով անցնող ճանապարհների ընտրության։ Երկրորդ կարևոր հանգամանքը նա է, որ մեգածրագրերը երբեք չեն համակերպվում այն խնդրի հետ, որ իրենց ամբողջ ոսկերը անցնեն ընդհանրապես մեկ երկրով։ Սա շատ կարևոր է եւ այս թեմայի մասին մենք դեռ խոսենք մեր ելույթի ժամանակ եւ պատճառը ակնհայտ է, որ եթե որևէ երկիր դառնում է այդ մեգածրագրի միակ տրանզիտ երկիրը, ապա այդ տրանզիտ երկրում ընթացող process-ները մեծապես ազդում են ընդհանրապես մեգածրագրի գաղափարի վրա, որտեղ նրանք կարող են նույնիսկ տապալել։ Բացի դրանից, հարաբերությունները այդ երկրում մի բան է, բայց այդ երկիրը կարող է ըստ էության նաև խնդիրներ ունենալ մեգածրագրի հիմնական շահառու երկրի հետ, դա եւս լուրջ խնդիր է, եւ այս առումով իսկապես մեգածրագրի հիմնական շահառուները ձգտում են դիվերսիֆիկացնել։ Եվ այս տեսակետից այդ 3 մեծ մեգածրագրերը ունեն իրենց իրականացման տարբերակը։ Համոզված եմ քարտեզը բոլորը դա պատկերացնում եք եւ այն ինչու ես ասեմ, ձեր համար լրիվ ակնհայտ կլինի։ Ռուսաստանը Իրանով դեպի Պարսիստոց ու հետո նաեւ Հնդկաստան ու նաեւ արաբական երկրներ ու Աֆրիկա կապող հիմնական 4 մայրուղիներ են նախատեսում։ Առաջինը դա արևելյան մայրուղին է, որը Ռուսաստանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ընդ որում ես մի բան պետք է ասեմ, այս ներկայացման ժամանակ հաճախ դուք կլսեք Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նա կարևորագույն դերակատարում ունի այս բոլոր 3 մեգածրագրերում եւ այն իրավիճակը, որը այսօր արկա է Իրանի Իսլամական Հանրապետությունում,
Ես կարծում եմ, որ մեր բոլորի շահերից է բխում, որ մեր հարևան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում խնդիրները կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը դուրս գա այս կնճռից եւ շարունակի իր դրական ու կոնստրուկտիվ դերակատարումը ունենալ մեր տարածաշրջանում։ Ես կարծում եմ դրա հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան չարագուշակ կանխատեսումները մեր բարեկամ եւ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Եվ այսպես առաջի ճյուղը, որ Ռուսաստանը հյուսիսարավ ծրագրի իրականացմամբ կապում է Ռուսաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանին, ու հետո բնականաբար արդեն Պարսից ծոցով Հնդկաստան եւ աֆրիկյան երկրներ, դա այսպես կոչված արևելյան ճյուղն է, որը անցնում է Ղազախստանով, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան եւ այն ճանապարհը, որ ես արդեն նկարագրեցի։ Երկրորդ ճյուղը դա Կասպից ծովով անցնող ճյուղն է, Ռուսաստան, Կասպից ծով, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ մնացած ճանապարհը, որը արդեն նկարագրեցի։ Երրորդը այսպես կոչված արևմտյան ճյուղն է, որը անցնում է Ռուսաստան, Ադրբեջան եւ Իրան ճանապարհով, եւ չորրորդ ճյուղը եւս կա, որը կոչվում է Կովկասյան ճանապարհ, որը Ռուսաստանը Իրանին կապում է Վրաստանով եւ Հայաստանով։ Ինչպես ես ասեցի, այս դիվերսիֆիկացիան մենք կտեսնենք մյուս մեգացարերի ընթացքում կարևոր նախապայման է, որովհետև երբեք մեգացարերի հիմնական շահառուները չեն հանդուրժում, որ որևէ երկիր, տրանզիտ երկիր մոնոպոլացնի այդ ոչ կոմունիկացիոն հնարավորությունները։ Երկրորդ մեծ ծրագիրը դա գոտի մեկ ճանապարհ ծրագիրն է, որը շատ լավ գիտեք, Չինաստանը պետք է կապի եվրոպական երկրների հետ։ Ինքը ուներ ըստ էության 3 ճյուղ, հյուսիսային, միջին եւ հարավային, այսօր Ռուսաստանի հատուկ իրավիճակից ելնելով այդ Ռուսաստանով անցնող հյուսիսային ճյուղը չի գործում ու թերևս տեսանելի ապագայում նաեւ չի գործի։ Մնում է 2 ճյուղ, դա միջին-միջանցքի ճյուղն է, որը անցնում է Ադրբեջանով, հետո այդ բեռները պետք է գնան կամ Վրաստան կամ Հայաստան, ու եթե գնում են Վրաստան, Թուրքիա կամ նաև Սևծով ու հետո Եվրոպա, իսկ եթե գալիս են Հայաստան, ապա Հայաստանով Թուրքիա եւ Եվրոպա։ Սակայն կա եւս երկրորդ միջանցքը, դա իրանական կամ հարավային միջանցքն է, որ ելի միջինասիական երկրներով այս կապը գալիս է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետությունից 2 ճանապարհ ունի, կամ ուղղակի Թուրքիա, կամ Հայաստանով, Վրաստանով, Սևծով ու այնտեղից դեպի Եվրոպա։ Այստեղ եւս այս 2 ճանապարհի արկայությունը չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե մենք նայենք, իսկ դրա մասին մենք հատուկ խոսենք, նրանցից մեկը մոնոպոլիզացնում է ամբողջ հյուսիս-արևելք արևմուտքը, այսինքն կամ որ նույնն է մեկ գոտի մեկ ճանապարհը, վտանգելով դրա իրականացման արդյունավետությունը։ Եվ երրորդ մեգա ծրագիրը դա Հնդկաստանի կապն է եվրոպական երկրների հետ, այստեղ առաջի ծրագիրը, որը անցնում է Հարավային Կովկասում, դա Պարսից ծոց Սևծով ծրագիրն է եւ սա այս ճանապարհին ունի 2 ճյուղ, առաջինը անցնում է Հայաստան, Վրաստան, Սևծով եւ երկրորդը Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան ու Սևծով, Ադրբեջան, Վրաստան, Սևծով։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս բոլոր մեգածրագրերին Հայաստանը կարող է դառնալ մասնակից, ստանալով համապատասխան ֆինանսական հնարավորություններ, իսկ այդ հնարավորությունների մասին ես ապագայում կասեմ, դրանք բավականին մեծ են, բայց որ ամենակարևորն է ստանալով նաև անվտանգության լուրջ հնարավորություններ, ավելացնելու իր հնարավորությունները, որտեղ իր անվտանգությունը ըստ էության դառնում է այդ 3 խոշոր մեգածրագրերի նրանց հիմնական շահառուների համար գերակայություն։ Ես հիմա կսկսեմ ներկայացնել բուն Հայաստանում ինչ պետք է արվի, որպեսզի իմ ասած երկրորդ խնդիրը լուծվի, դուք հիշում եք, առաջինը աշխարհագրական դիրքն էր, երկրորդը ներքին կոմունիկացիաների զարգացումը։ Եվ ներկայացնելով այդ երկրորդ բաղադրիչը, միանգամից պետք է ասեմ, որ նա ինչ որ մենք առաջարկում ենք, ունի 4 ծրագիր եւ այդ ծրագրերից մի մասը, կոնկրետ մեկը վերաբերում է ավտոմոբիլային հնարավորությունների զարգացմանը Հայաստանի, որը
ոչ միայն մեգածրագրի համար է, այլ որպես ցանկացած երկիր իր կոմունիկացիաները ավելացնելով ինքը ոչ միայն տնտեսական խնդիր է լուծում, այլև սոցիալական բազում խնդիրներ է լուծում, իսկ մնացած երեքը երկաթուղային։ Եվ այսպես առաջի մեր առաջարկվող ծրագիրը ավտոմոբիլային ծրագիրն է եւ նա նպատակ ունի Վանաձորը շատ կարճ ճանապարհով կապել Հրազդանի ու Երևանի հետ։ Դուք գիտեք, որպեսզի մենք գնանք Երևանից Վանաձոր, երկու ճանապարհով կարող ենք գնալ, կամ Սևանով, ոլորանելով իջնել Դիլիջան ու հետո Վանաձոր, եւ երկրորդը ապարանով, էլի մենք պետք է բարձրանանք բավականին բարձր, այնտեղից էլի իջնենք այդ ոլորաններով դեպի Սպիտակ ու Վանաձոր։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, ինքը միանգամից մի քանի խնդիր է լուծում, նախ ընդհանրապես որևէ ոլորաններ չկա, որը շատ կարևոր է։ Երկրորդ էապես իջեցնում է ճանապարհի ամենաբարձր կետը, մի տարբերակում 120 մետր, երկրորդում 240 մետր, եւ երրորդը կարճեցնում է այդ ճանապարհը։